Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ընտրություններն ավարտվեցին, որ ասում են խոստումները ևս։ Այսօր մենք տեսանք, որ փաստորեն Սերժի աղբեր Սաշիկն, Ալեքսանդր Սարգսյանն, ի աղբոր նման, մեծ սուրբ, մեծ իդեալական, մեծ մաքուր մարդ։ Նիկոլ Փաշինյանի դատական համակարգը բոլոր քրեական գործերը Ալեքսանդր Սարգսյանի կամ Սաշիկ Սարգսյանի վրա փակեց։ Այդպես կեղտոտ մարդ, այդպես անշնորհ մարդ գոյություն չունի, Սաշիկն մաքուր մարդն է։ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ ամեն ելույթի հիմքում ընկած էր 2-3 անուն ազգանուն՝ Սաշիկ, Հովիկ Աբրահամյան, Սերժ Սարգսյան։ 8 տարիա ժողովրդի Սաշիկ էր ասում, են որ հելել էր քալելով Լեննականից գալիս այդ բոզի տղեն, Սաշիկ, Մաշիկ, Հարութին զիմզիմով, կամերաների վրա կապիկի նման կախվելով, այդ տեսակամերաների, բաների, որ պիտի հանվի, որ ես պիտի հանվի, Սաշիկը պիտի դատվի, Սաշիկը պիտի սննկացի, վայլն, ընտրությունից առաջ էլ Սաշիկի միստեր ծամը, մեզ հելան ասի, Սաշիկը մաքուր մարդ է, բրծավ, մերջ, թագին, այսինքն, Հերիքշի Սերժ Սարգսյանը արդարացավ Նիկոլի դատարաններով, այդպես մաքուր մարդ Սերժի նման գոյություն չունի, որ 500,000-ից ավել մարդ հելել է Սերժ Սարգսյան էր, մերժեմ փաստորեն Սերժը դուրս եկավ աշխարհի ամենալավագույն պրեզիդենտը։ Հիմա էլ Սաշիկն որ ամեն ինչի մեջ 50-50 էր, ինքն էր էլ չէ, որ ճղում էր, ամեն ինչի մեջ 50-50 անդե 50-50 եւ այլն, նարկոտրաֆիկին, սար օբյեկտների մեջ փայեր, մայր, այսօր Սաշիկը ամենամաքուր մարդկանցից մեկն է եղել Հայաստանի Հանրապետությունը, բայց մեկը չասի տունը ծածացնեմ, բոզի տղա, 10 տարի դեպուտատ էր, 10 տարի Սաշիկի խեռն էր, լմլմպցնեմ, ընտանիքովը թանդերց, լուսը բացում էր Սաշիկի անունն էր տալում, ութը գնում էր Սաշիկի տալն էր տալում, բայց հիմա էս ինչ է լավ, էս ոնց է լավ, որ Սաշիկի նման արդար, մաքուր, զուլալ մարդ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության այդ տարածքում, հա։ Սաշիկը իա այդ կապիկ մրտով ծսնի ագարկա կնգատ բալեքի տուն ու տեղդ, բոզի տղա, որ ես աննասուն ժողովրդին էլ խապելով, բատների տրա խաղացնելով, ընտրակեղծիքներով, եկար մտար նորից պարլամենտ միատել ասում ես իդեալական կատարյալ ընտրություններ են, մենակ անդիմությունն է կեղծել։ Ուր է ատենախ անդիմություն, ով անդիմություն, Տաշիրը, Սերժը, թե Ռոբիկը, ու այդ նույն ձևով էլ Ռոբիկի որով հլնում ասում ես դատվելու է, Ռոբիկ ինչ քրեական գործ բերել է, կարել է, կամ հանում եք ջրեզը, Ռոբիկի որ սաղի վաղեմության ժամկետն էլ ասած է, դա նորից նույն ձևով պիտի ասեն Ռոբերտ Քոչարյանի նման արդար մարդ գոյություն չունի։ Այս ոչ խաչ ժողովուրդն ընտրությունից ընտրություն, նամանավան գեղացիները հույս են կապում, որ դու պիտի նախկիններ դատես։ Նախկինները ծսցնեն սաղ կամանդիտ, տնով, տեղով, ընտանիքով, բոզի տղա, դարի միասավ։ Հիմա ասում է Եվրոպան մի քանի միլիոն դոլարի գրոշակցե օգնություն, 2 միլիարդ դոլարի առևտուր է Իրանը Ռուսաստանի հետ, այդ 30-40-50 միլիոն եվրո, ով որի տակը, որ մի տոպոյ գեղացու կնգալ լիպչիկի արանքը պիտի կողեք, որ էլի նորից հլեն քեզ փողոցը տենան, վա, գա, փաթթվեն ասեն, վա ինչ լավ է, բալեքս Սատկան, վարի գնացին, ես քեզի կտա, կամ մի հատելի տես պարլաբոզ գյուացի կտեք, ասեք, թո թուքը գայմ թորելին, մորելին, ծասցնի, բայց ես մեկա Նիկոլ Փաշինյան եմ ընտրելու, այդ ես բոզի տղեկի պատճառով, այդ ես տուպոյ գեղացի, ղախտի ծնուտների բնը պատճառով, ես երկրի մաման ծասցնում են, օր առ օր, իար հետևից վրա ծասցնելով էտ ենք։ Ու հիմա, խտրեմ, հարգելի ժողովուրդ, են որ հույս եք դրե, էլեմ ասում է Սաշիկը մաքուր մարդ է, Սաշիկի նման սուրբ մարդ գոյություն չունի։ Ու այսքանից հետո էլի որոշակի չակերտավոր ընդդիմադիրներ, որոնց դարդ ու ցավը մենակ իբր թե Նիկոլն է, հիմա հլում ասում են մենք միանում ենք Տաշիրի հետ։ Տաշիրը 2 բառ չի կարելի հետևից կապի խոսա։ Տաշիրին միանում են, որ ինչ պիտի անի Տաշիրը։ Այդ է հետաքրքիր, ինչ պիտի անի Տաշիրը, որ հիմա լելելա չգիտեմ, այսպես կոչված ընդդիմադիրներ են ուզում հավաքվեն իհարկե։ Ընկեր ընդդիմադիրներ, ում են նայում են, յա Ռոբիկականա, յա Սերժականա, յա չգիտեմ ինչ ինչականա եղել, ինչ ընդդիմադիր, ուր է Նիկոլին ընդդիմադիր, բացի ինձնից Նիկոլին ընդդիմադիր ուր է, հենը մեկի անունը տվեք, մեկի անունը գրեք, կոմենտարի այդա գրեք, ասեք, ես մարդ է ռեալ ընդդիմադիր է, ես տենամ հլդեմ, այդ որ մեկնա տենց ընդդիմադիր,
Էս ինչ են անում, ու այսքանից հետո ես զարմանում եմ այս ժողովրդի ուղեղի վրեն, արա իմ մոտ տպավորությունն է, որ ուղեղ չկա, կապարիչը բացել են, թեքել են մեջը տակել են, էդի կոչվում է ուղեղ, ճնճղուկը ավելի մեծ ուղեղ ունի, քան թե սրանք, եւ որ ճնճղուկին լարում ես ինքն երկրորդ անգամ դա չի մոտիկ անան։ Այս ժողովրդին, այս սրանց ընտրում, դրանց տնով, տեղով, ընտանիքով, կոտորում, ջարդը, պճրում, սովամահության մեջ են ասում, էլի գնում այդ Կոնստիտուցիոն Նիկոլ։ Կամ Տաշիրն ընդդիմադիր է, կամ չգիտեմ Ռոբինն ընդդիմադիր է, կամ չգիտեմ մյուսը ով ընդդիմադիր, Թաթոյանն ընդդիմադիր, Կլոուն Հայկն ընդդիմադիր, ինտելիգենտ դժբախտ մտավորական Բոլզի տղենը ընդդիմադիր Գագիկ Գեսիմինչյանը այդ ղախպի ծնունդը Սերժի Բոլզի տղեն, ո՞րն է դեռ ընդդիմադիր, ով է դեռ ընդդիմադիր, ո՞ր մեկը, Արման Բաբաջանյան Բոլզի տղենը ընդդիմադիր, Վազգենի Քուրն ընդդիմադիր, ով ընդդիմադիր, ով Աթոռը կռիվ են անում, մենակ աթոռը կռիվ, ուրիշ ոչ մի բան չի ուզում, հիմա հելել են, Ղարաբաղը տվին ձեն չհանին, Հայաստանից հողը տվին ձեն չհանին, 5000 զոհ տվին ձեն չհանին, այդ թվում ինքեր Տաշիրը, 150,000 փախստական ձեն չհանին, էդուն 150,000 փախստականը այսօր խոտը դեմները դրած, էլի ձեն չեն անում գնում են բան են ընտրում, չգիտեմ էդում են ընտրում, հիմա հելելն ասում են 100 բանը մի տարուց պակաս ով Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել, ընտրվի իրավունք չունի, օրենքի նախագիծը ուզում մտածի Բոլզի տղեն։ Դա ոչ մեկ չընտրի բապացնենք, մեկը ընտրությունով չար չի լուծվելու, որովհետև Հայաստանում չի կարող լինել արդար ընտրություն, մենք տեսանք համոզվանք, դու քո վարչապետ հալով Բոլզի տղա, հելար ասեցիր, որ փողը բաժանվի այս աղնի պայմաններ, իսկ մյուս կողմն չի կարողանում ռեալ հնիացի, բայց դու էլ ախր բան ես օգտագործել, աննկարագրելի վարչական ռեսուրս, Բոլզի տղա, այդ 50%-ը որ դու հավաքել ես, դա ռեալ չի, եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ բոլոր այն երկրները, որոնք որ քո նման ղախպի տղու զզվում են, այս ընտրությունները պիտի համարեն անվավեր, չպիտի ճանաչեն։ Россия не должна признавать выборы в Армении, не должна։ Այդ իրավունք չունի ճանաչելու, եւ չի էլ ճանաչի։ Ու դու դառնալու ես Հայաստանի պատմության մեջ միակ Բոլզի տղեն, ում որ եղել են երկրներ, որոնք ճանաչել են ոչ լեգիտիմ։ Սերժը, որ ընտրակաշակներով ընտրնավ, էլի լեգիտիմ էին ճանաչում։ Քոչարյանը, որը մարտի 1-ով ամեն ինչով էլի այդ ընտրակաշակներով էլի բանտառով Եսիմինչյան, էլի լեգիտիմ էին ճանաչում։ Բայց քո նման Բոլզի տղուն որն է փառքածո գտնվեց մի պետություն, կապ չունի որն է, դաժե Աֆղանստանը, կարևորը գտնվան պետություններ, Բելարուս, Ռուսաստան եւ որոնք որ ճանաչելու են ոչ լեգիտիմ։ Ոչ լեգիտիմ, դու ոչ լեգիտիմ ես, ու այս իշխանությունը երկար կյանք չունենալու։ Ես ասել եմ։ Իսկ դուք ընկեր ժողովուրդն եք, մենակ ընտրությունից ընտրությունն է հիշում Սերժին, Ռոբիկին, Սաշիկին։ Պրսել ընտրությունը քելական գործերը փակում են։ Ըսկի դոդին, դու չկարացած դոդի տողոց բանակ տանեց, այդ պորրիկի ծնունդին։ Ամեն անգամ փողերը կողխամա որի ծակը քելական գործերը փակվում է, փողերը կողխամա որի ծակը քելական գործերը փակվում են, ընտրությունից ընտրություն, երկու միգրաֆոն կողես բեյնից մեջ ու կժած, Ռոբիկը, Սաշիկը, դոտը, իրեք գլխանի վիշապը եւ այդ իրեք գլխանի վիշապը նավարի ծծնի։ Որ ծծնում է, բորը շպում այրեցի։ Բոլզի տղա, հերիքա սրան դուք հավատակ, հերիքա սոված սատկելու եք, անոթևան եք դառնալու, չեք հասկանում։ Թուրքերը գալն վրեք հտ խժում հլում էտմեր, այ աննասուններ, այլ նիկոլականներ, այ Բոլզի տղեք, այ խախպի ծնունդեր, ինչ բառ ասեմ ես, որ իմ հոգին հովանա, են 5000 զինվորի են արունը բալեքիտ բենից կա թապի տենավ, քրքրվեք ու ծակրտվեք, Բոլզի տղեք։ Սաշիկը իշքան նիկոլական կա, իա այդ պդած գեքտոտ կրտնած ծվերը, հանի տնի սաղ նիկոլականների նավարի բեն մեջ ասի, դե հիմա խրս տծեք, Բոլզի տղեք, ապրե Սաշիկ, քո նման արդար մարդ, սսն է սաղ նիկոլականների նավարին։ Դու ու քո այդ տղեկներ հետդ եկալած, են հայկը հանի շռի իշկա նիկոլական կա, սաղի քիտու բենի, ես կանը ամեն, բարով այլեք։